Որ բրենդն է հայտնի իր սև ժանյակով և սիցիլիական պրինտներով։ Dolce Gabbana-ն եւ իհարկե չմոռանանք բրենդի խորհրդանշական ժակարդ կտորի մասին։ Որ բրենդն է հայտնի դարձրել կենդանական պրինտը։ Ռոբերտո Կավալին նա լեոպարդ եւ զեբրա պրինտների լիիրավ թագավորն է։ Որ բրենդն է հայտնի վառ նախշերով մետաքսե շարֆերով։ Hermes-ը, ասեմ ավելին, այդ նախշերը չեն կրկնվում, այսինքն յուրաքանչյուր նախշից կա ընդամենը մեկ շարֆ։ Նախքան հաջորդ հարցին անցնելը հետևիր իմեջին։ Որ բրենդը դարձրեց թույտ կտորը իր այցեքարտը։ Միանշանակ Chanel է, բայց նաև կնշեմ Balmain-ի մասին, որովհետև նրանք ունեն ծայրահեղ տարբեր մոտեցում Tweed-ի հանդեպ։ Եթե Chanel-ի պարագայում Tweed-ի ցակուստը չունի հստակ կառուցվածք, ավելի հոսուն է, ապա Balmain-ը շեշտադրում է հստակ կառուցվածք, ընդգծված ուսեր, գոտկատեղ եւ բրենդը նույնիսկ օգտագործում է մետաղե թելեր այդ կառուցվածքը ապահովելու համար։ Որ գործվածքն է դարերով ձևավորել եվրոպական արիստոկրատիան։ Թավիշը, նույն ինքը բարխտը, ասեմ ավելին, բացի կապույտ արյուն ունեցող մարդկանցից ոչ մեկ իրավունք չուներ կրել այդ կտորի ցակուստ։ Որտեղից կարելի է ձեռք բերել իտալական բրենդային կտորներ։ Հեռու գնալու կարիք չկա, քանի որ Երևանում գործում է Վենիչի խանութ սրահը, որը ներկրում է բացառապես օրիգինալ բրենդային կտորներ Ralph Lauren, Balmain, Valentino, Gucci, Giorgio Armani, Brunello Cucinelli եւ 15-ից ավելի այլ բրենդներից։ Կտորների քանակը խիստ սահմանափակ է, հետո չասեք, որ չեմ զգուշացրել, ով հասցրեց, հասցրեց։ Որ բրենդն է հայտնի զիգզագ նախշերով։ Իտալական Missoni բրենդը։ Որն է ամենախոցելի գործվածքը բարձր նորաձևության մեջ։ Երկու կտոր կնշեմ, տյուլը եւ շիֆոնը եւ շատ նորաձևության բրենդներ խուսափում են այդ կտորները օգտագործելուց, որովհետեւ շատ մեծ է հավանականությունը, որ հագուստը կպատռվի կամ ցուցադրության ընթացքում, կամ նույնիսկ ետնաբեմում։ Որն է ամենաշնչող կտորը։ Լյոնը, հենց այդ պատճառով մենք ամռանը հագնում ենք երկարաթև շապիկներ եւ չենք շոքում։ Որ բրենդի վանդակային պրինտն է պաշտպանված օրենքով։ Իհարկե Burberry։ Որն է աշխարհի ամենաթանկ բնական կտորը։ Շատերը կմտածեն, որ մետաքսն է, բայց ոչ, այդ կտորը կոչվում է Vicuña Wool, հայերեն չգիտեմ ինչպես կլինի, 1 մետրի արժեքը սկսում է $2000-ից եւ այդ գինը պայմանավորված է կտորի հազվադեպությամբ։ Որ բրենդն է սկսել կարել պայուսակներ պարաշուտների կտորից։ Prada-ն խոսքը նեյլոնի մասին է։ Որն է ամենաաշխատատար ձեռքով պատրաստվող գործվածքը։ Ահա, այս դեպքում մետաքսը։ Չմոռանաք հավանել այս հոլովակը եւ կիսվել ընկերների հետ։